Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հրացնելու միակ խոչընդոտը համարում էր Հայաստան դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները, սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։ Բանն այն է, որ պատիվ ունեմ դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։ Մեր տեղեկություններով վերջին օրերին պատիվ ունեմի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ԿՊ-ից հեռացած եւ ՄԱՍԿ կուսակցության հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց, եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որը վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին, հայտարարելով, որ Մարուքյանը Նիկոլ երկուս է, ինչու պիտի ինքը վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին։ Նախորդին Երևանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։ Զանգեզուրի Միջանցքի Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաև իշխող թիմում։ ԿՊ վերնախավը դժգոհել է նման հայտարարություններից հետո ինչպես մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք մեզ ընտրեք։ Ինչպես հավատացնեն, որ Վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։ Նրանց հանգստացրել են, թե Ալիևն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում։ Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ԿՊ-ում խոսակցությունները չեն դադարել։ Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում։ Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Պարզապես Ալիևը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրև խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երևի Նիկոլից շատ է ուզում, որ ԿՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց իրականություն դառնան։ Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ԿՊ-ում դրա բացատրություններ են գտել, շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա։ Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է էջմիածնում խոդի են տվել ասֆալտի մեքենաները, 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։ Իսկ ԿՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս, նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում եւ այլն։ Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնագետ ուժերի թիվը 1 տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։